բորբոքված է հանրության մեջ կրքերը, քաղաքականության մասով եմ ասեմ, եւ երանի են հայրենակիցների մեր, ովքեր որ չեն խառնում քաղաքական իրադարձություններին, ովքեր որ նախընտրում են մուլտերով, ֆիլմերով, հեքիաթներով եւ այլ պատմություններով գիրք կարդան եւ այլ զբաղմունքով զբաղվեն, քան թե ներգրավեն քաղաքական իրադարձությունների մեջ։ Այնքան կուզեի, որ ես էլ ձեր հետ միասին լքեինք այս քաղաքական վայրի վերումների, այս հորձանուտների, այս իրար հանդեպ, այս ամեն ինչի, ու այս խժժություններից դուրս գանք։ Երկրի ներսում ստեղծված է քաոս, ստեղծված է, գիտեք, շում, հայերեն ոնց կարելի է շումը ասել, շխուրը գրական հայերենով չի, բայց շխուր հասկացաք, տենց եմ ուզում ասել։ Եվ դուք բոլորդ գիտեք, որ շխուրի ժամանակ խելացի մարդիկ մի կողմ են քաշվում, չեն ուզում մտնել շխուրի մեջ։ Խելացի մարդը, իմաստուն մարդը գնում է իր փակում դուռը սենյակի, խորհում, մտածում, չգիտեմ, կամ հանգիստ միջավայր է փնտրում, այդտեղ այդ հարցերի լուծումը փնտրի։ Իսկ շխուրի մեջ չես կարող իսկապես դու հարցերի պատասխան փնտրել, ճիշտ որոշումներ կայացնել։ Շխուրի մեջ վերջում հələ ձեռնամարտի են անցնում, կռիվ դավի ալնում, հələ անջատեմ այս զվուկը, մոռանում եմ միշտ էֆիրը սկսելուց առաջ անջատել, կներեք։ Ընկերներ ջան, այնպես չի, որ ես ասելիք չունեմ, կարծիք չունեմ այս ամեն ինչի վերաբերյալ, բայց տեսեք ինչքան ժամանակ ես լռում եմ չեմ խոսում, որովհետև ի սկզբանե ես իմ կարծիքը հայտնել եմ, երբ որ սկսվում էր այս ներքաղաքական հոգևոր եւ աշխարհիկ պատերազմը։ Սա պատերազմ է հիբրիդային, սա սառը պատերազմ է առանց զենքի բանի։ Չնայած եթե օրենք չգործեր, եթե իրապահ մարմինները ընդհանրապես չգործեին, հաստատ այդ սահմաններն էլ կհատեին, պատերազմը կվերածվեր արունայողության իսկականից։ Ես չեմ խոսացել, նես չէ որ չէի հետաքրքրվում ինչ հակատարվում, բայց կոպիտ կհնչի, բայց ես արհամարեցի, անտեսեցի, թող տենց էլ հնչվի, ուզում եմ դուք էլ ինչ-որ չափով արհամարեք, անտեսեք, որովհետև եթե համերգ են տալիս ու համերգին չներկայանան մարդիկ չներկայանան, այդ համերգը իր գոյությունը գցում է։ Հիմա այս քաղաքական համերգներից դուք ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, կտրվեք, անուշադրության մատնեք, ինչպես ես իմ մոտ ինչ-որ չափով ստացվել է, բայց այսօր մի փոքր խոսալու ենք, նես չի որ ասելիք չկա։ Լավ կլներ ընդհանրապես էլի ժողովուրդը մեր ժողովուրդ։ Ինձ հետաքրքիր է էլի աշխարհասփյուր հայության կարծիքը, դրսից ինչպես է երևում։ Ու դուք մեզ կարող եք նույնիսկ հուշել, արդյոք ձեր երկիրը որտեղ հիմա դուք ապրում եք, ձերը չի, դուք որտեղ ապրում եք նկատի ունեմ այդ երկիրը, Հոլանդիան կլինի, Ֆրանսիան կլինի, Ամերիկան կլինի։ Այդ երկրում այս ձևի թեմաներ կա, այս ձևի ատելություն կա, այս ձևի քաղաքականության մեջ ժողովրդի համալրում, որ ժողովուրդը ինքն է իրան համալրել այս քաղաքականության մեջ, ձեր երկրներում էլ է տենց։ Մի քիչ ձեր խորհրդի կարիքն էլ ենք զգում։ Նես չէ որ մենք ամենաիմաստունն ենք, ամենախելացին ենք, այո տեսնում ենք, մենք ներսը ապրում ենք, բայց կողքից ավելի լավ է երևում։ Մի բան ասեք, տենակ այս ինչ ենք անում, էլի, այս ուր ենք գնում։ Լավ է երևում կողքից մենք օրինակ ծիծաղի առարկա ենք դարձել, կողքից որ նայում եք, մենք ինչ որ ճիշտ փառավոր ուղի ենք անցնում, պետության մակարդակով եմ ասում, անհատների մակարդակով չեմ ասում։ Այս ընդդիմություն, իշխանություն, իրար հանդեպ ատելությունը, իրար կոկորդ կրծելը ձեր երկրներում կա, ու թեմաները այս նույնն է, այս ոչ արդեն հնամաշ, արդեն տարիներ անցած փոշի նստած այդ թեմաների վրա, բայց իրանք վերցնում են սենց փոշի մաքրում, նորից բերում ազգային ժողով խոսում։ Այլ երկրներում այս բաները կա։ Բայց մեր երկրում մի հատ տարբերություն կա բոլոր երկրներից, հաստատ ես դա տենում եմ, որ մեկ հոգի է կարում օրակարգ բերի թեմաները։ Դա երկրի վարչապետն է, ինչ անի իր Facebook-յան լայվերում, կառավարության նիստերի ժամանակ արտահայտվի, ազգային ժողովում արտահայտվի, Նիկոլ Փաշինյան բառ արտահայտությունը ինքը արդեն ծնում է թեմաններ, այսինքն դրանով առաջնորդվում են արդեն ընդդիմադիրները։ Իրանք ասելիք չունեն, իրանք առաջարկություններ չունեն, իրանց պատերազմը անձի հետ է, մեկ անձի հետ, չեք հավատում։ Եղել է ինչ որ քննարկում, որ ուզեցել են իշխանությունները
մի հատ օրենք ընդունեն, թեկուզ շատ վատ օրենք, թեկուզ շատ ոչ հայանպաստ, ոչ պետականամետ օրենք ընդունեն, ու գնան այդ մարդիկ իրանց կողքին նստեն, զրուցեն, ինչ որ տեղերը կտրեն, միտեղ ավելացնեն այդ օրենքի, պակասեցնեն եւ գան ընդհանուր մի հատ հայտարարի, որը բոլորիս համար լավ կլինի, պետության համար լավ կլինի։ Ես չեմ հիշում այդպիսի բան։ Մինչև օրս ես ինչ հիշում եմ, մեր այսօրվա ընդդիմությունը ոնց որ ասած էշը թարս է նստել եւ թարս է ուզում քշի։ Ես չեմ ասում իշխանությունը լավ է անում, ճիշտ է անում, բաներ կա սխալ են անում, իմ կարծիքով սխալ են անում, իմ կարծիքով անընդունելի է նույնիսկ, բաներ կա որ անում են, ասում են, դա ոնց ուզում ես մտածի, բայց պարակտում է բերում։ Այս հոգևոր աշխարհիկ կռիվը, որը շխուր են արել ամբողջ աշխարհով մեկ խոսքի, ինչ անելի եք, տակով անեիք, էլի խոսքի, բարձ չի որ միշտ այդ խնդրեմը եղել է։ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում մեջբերի հիշեցնի Պապ Թագավորի ժամանակաշրջանը, այո, Պապ Թագավորի ժամանակաշրջանների նման օրեր ենք ապրում։ Եվ այն ժամանակ էլ հոգևորականները կարծում էին, որ մեկ խնդիրը դա Պապ Թագավորն է, պետք է իրան վերացնել, որպեսզի մեր պետությունը լավ լինի։ Բայց ինչ եղավ, Պապ Թագավորից հետո վերացավ Հայաստանի Հանրապետություն, վաղ Հայաստանի Հանրապետություն չէր էլի, հայոց թագավորությունը։ Նույն օրինակ սպանդ ա եղել, չէ, հոկտեմբերի 27-ին 99 թվին։ Ինչ էր մտածում սպանդանողը, նրա հետևի մարդիկ։ Վերացնում ենք Վազգենին, Դեմիրճյանին, պետությունը արդեն զարգացում է ապրում։ Մեր պետության խնդիրները սաղ լուծում է։ Ամեն մարդ իր կարծիքի վրա վստահ է, բայց ոչ միշտ այդ կարծիքը համընկնում իրականությանը։ Ոչ միշտ է, որ այդ կարծիքը ճշմարտություն է, ճիշտ է։ Բոլորդ մնացեք թեկուզ ձեր կարծիքին, բայց ինչու չեք լսում դիմացինի կարծիքը, կամ լսելուց ինչու եք դուք ագրեսիա օրինակ բերում, ինչու եք դուք ատելություն ուզում մտցնեք, դե ինչ արտահայտվում են այսօրվա իշխանությունները, ընդդիմությունը դրան հակառակն է ասում։ Ես չեմ հավատում եւ չեմ պատկերացնում, որ ընդդիմություն հասկացողությունը պետքա տենց լինի, հակառակը խոսա։ Չէ, պետքա ինքն էլ իր կարծիքը ասի, ոչ թե ընդդիմ, այդ բառը միգուցե պետքա փոխել։ Ում ես ընդդիմանում։ Խոսքի դուք ուրեմն դառնում եք ավտոմատ կերպով, ովքեր որ դառնում են ընդդիմություն, դրանք դառնում են հայրենասերներ, կամ էլ հակառակը, ես ոնց հասկանամ էլի, այսինքն իշխանությունը ինչ օրենք բերի ազգային ժողով, դուք պետքա դրան ընդդիմանաք, եւ դուք դառնում եք ընդդիմություն հիմա իշխանությանը թե պետությանը, որովհետեւ այն հակառակ կողմը իշխանությունն է։ Իրա պահելաձևով, իրա մտածելակերպով, ուզում է պետության համար արած լինի։ Իսկ ձեր պահվածքը այնց է, որ դուք եք ուզում պետություն։ Հիմա կողմնորոշվեք, պես էլ կողմնորոշեք, ասեք հասկանանք, ձեզանից ովքեր են ճշմարտությանը մի քիչ մոտ եւ աշխատում պետության շահերի համար։ Ուրեմն այսպես, աշխատել բառնել հենց դե կարելի է սրա վրա կենտրոնացած, ես տենում եմ աշխատանք իշխանության կողմից, բայց չեմ տեսնում ընդդիմության կողմից աշխատանք։ Դրա համար է սխալներ թույլ տալիս իշխանությունը։ Եթե չաշխատի կանգնած մարդը ոնց կարա սխալվի, նստած մարդը ոնց կարա սխալվի։ Դու պետքա շարժվես, պետքա քայլեր անես, պետքա գործողություններ ձեռնարկես, գործողություն կատարես, որ եւ սխալ բաներ թույլ տաս եւ ճիշտ բաներ թույլ տաս։ Հիմա ասում են, հա տեսեք սխալ է ասել Փաշինյանը, սխալ է արել Փաշինյանը, բայց իհարկե սխալել է անելու, որովհետեւ անում է, մի բան անում է։ Այն ինչ որ տարիներ շարունակ դուք կարայիք անեիք, օրինակ, ինչի եմ ասում դուք, որովհետեւ այն անողները նախկինում այսօր ազգային ժողովում ներկա են եւ ներկա ընդդիմություն են։ Այսօր դուք եք բողոքում, դուք իրավունք չունեք բողոքելու, որովհետեւ դուք հնարավորություն ունեիք տարիներ շարունակ ձեր ուզած ձևով կառավարել, բայց ասում եք այսօր ասֆալտը Նիկոլը մեր աչքն է կողում, դպրոցները մանկապարտ։ Արա դուք անեիք, չթողեիք մի հատ բաց տարած, որտեղ մանկապարտ է փլուզ բաց, միտեղ քանդված ճանապարհ, որ այս մարդը գար անելու բան չլներ, այդ ժամանակ ասեիք, տեսեք ոչ մի բան չի անում։ Արա հիմա էդի անումա ասում եք ասֆալտով էս կերակրում։ Գնումա չգիտեմ, ոչ այդքան օրինակ ցանկալի մեր սրտին խաղաղությունը անունը դրել, բայց էլ խաղաղություն բան չկա, դա պրոստը իրանց քարոզարշավի վերնագիրն է, այդել ասեմ։ Խաղաղություն թեմա չկա, խաղաղությունը այո ամեն հայից երազանքն է։ Ճիշտ է, շատ հայեր կան, վրեժից ծարավով, բայց վրեժը ինքը լավ բան չի, եթե դու ուզում ես արյունահեղությամբ վրեժ ես կուզեի լուծեինք, բայց եթե հնարավոր լիներ իրավական, պատմաիրավական արդարությունը վերականգնելով միջազգային դատարանով եւ այլն, ես դրա կողմնակից եմ, բայց վրեժով լցվես դու պատերազմով, երբ որ դու տեսնում ես քո պետության
ռեսուրսները, թե մարդկային, թե ֆինանսական, թե սոցիալական վիճակը, թե ծնելիության աճը, թե աճ կա, բայց երևի անկում է, աճ չկա։ Եվ այլն, այսքան տեսնելով դու ձգտում ես պատերազմի, դու քո ինքնասպանության համար ես ուրեմն դու գնում ես ինքնասպանության, պատերազմ, բան կռիվ, այս բաները արտահայտվելուց դու պետք է պատրաստվես ամեն կերպ։ Ես չգիտեմ, դուք մտածում եք դրա մասին, պատրաստվել եք, որ արդեն անցել եք դրան։ Ինչ փոխվեց 20 թվից մինչև 25 թիվը, որ ասենք, всё, մենք հեղաշրջում ենք կատարել ռազմաարդյունաբերությունը, բանակում, հեղաշրջում ենք արել։ Չէ, ուրեմն արեք, սպասենք, արեք ստե հասկանաք, թե ինչու վախվորած քաղաքականություն եւ զիջողական քաղաքականություն ավարում այսօրվա իշխանությունը։ Տեսեք ինչ եմ ասում։ Ես գոհ եմ դրանից, չէ, բայց ես հասկանում եմ, որ դու չես թելադրողը։ Լավ, թելադրողը էր 94-ին, այն ժամանակ պետք է թելադրեի, չես թելադրել։ Այսօր ինչ ես ակնկալում, սկսեն թելադրելը, հա? Ինչա փոխվել, որ սկսեք թելադրելը։ Դուք նույն քաշի, նույն զանգվածի, նույն ծավալի, նույն բոյի, նույն կարգավիճակում գտնվող պետությունն եք հələ մի հատ էլ թուլացրած 20 թվից հետո թուլացած վիճակա։ Մտածում եք, տենց կտրուկ հակահարձակման պետք է անցնեին բան Ադրբեջանի հախից գային, թե Ադրբեջանը որ տենց արի 97 թվին, 98 թվին հարձակվեր, բայց տենց հեշտ է, դուք հաշվարկել եք քանի տարի է զինվել։ 26 տարի զինվել է։ Այդքան հələ Ռուսաստանը, Թուրքիան, Պակիստանը, Իրանը, արան սաղ էլի Վրաստանն էլ։ Կրվի ժամանակ չեն ասում Վրաստանը ճանապարհը փակել է, սկսկորի պոմշների մուտքն արկել են։ Այդքան պետությունների թիկունքում 26 տարի զինվել է, նոր վստահ է եղել, որ հարձակվի, հələ այդքան պետությունները օգնական, որ կարող է հարց լուծի։ Ով է Հայաստանի թիկունքին այս պահին, որ դուք տենց բաներ եք ակնկալում։ Մեր դաշնակից Ռուսաստանն է։ Պուտինը ընդեղ ասում է Ղարաբաղը միշտ եղել է ամբողջ աշխարհի կողմից ճանաչված Ադրբեջանի մաս։ Իրանց պոլիտոլոգները ընդդեից ասում են «Предатель Пашинян», Սոլովյով բանը։ «Предал Армению, предал армян, сдал Карабах», վիրավորական բանել են ասում, մեր հայերը, սիրելի հայրենակիցները, լսում են ասում են հələ տեսեք, ինքը ռուս տեղով, հələ ռուսել չի եվրեյ է, էլի Սոլովյովը։ Ինքը այլազգ տեղով ավելի շատ հայ է, ավելի շատ հայերի մասին մտածող պետության, քան թե Դավաճան Նիկոլը։ Արա ատելությունը տուն է քանդում, ատելությունը ընտանիք է քանդում, ատելությունը մարդ է սպանում, հանեք ձեր մեջի ատելությունը, հերիք է ուրիշ երկ, էլի մեր Նիկոլը սխալ է անում, մեր Նիկոլը վատ քայլեր են թույլ տված, արա բայց հերիք է դուք ուրիշներին լսեք, արենք մենք դատենք, մենք ժողովուրդս իրանց սխալները բարձրաձայն ենք, դատապարտենք սխալ քայլերի համար, բայց դրա հետ մեկտեղ մենք պետք է առաջարկություններ անենք, այնպես չի որ, դե լավ չի, սխալ է, վերջ, всё, այդպես բան չկա, դու մտածում ես երկրի մասին, ես հենց այդ եմ ուզում ասեմ ընդդիմությանը։ Քանի անգամ ենք բանաձև բերել, որ տեսեք ձեր է սխալը, պետք է սենց անեք ճիշտ լինի, բայց իրատեսական նենցա որ հիմա սաղն էլ կարան գիտես, ում խոսությունում ես սովիսով Հայաստանից է խոսում, Արցախի վերադարձից է խոսում, հələ ես վերջում դրա համար է լռել, իսկան վաղտա ասելիքս, որտեվ ամբողանդակ բաներ են բերել ազգային ժողով ասում արցախցիների հետ վերադարձի մասին ինչ որ ինչ են արել, ես չեմ էլ հասկացել, ինչ են արել, ընդդիմությունը ինչ է խոսացել, ասում արցախցիների վերադարձի մասին, մենք համաձայն ենք, որ արցախցիները վերադառնան Արցախ, տես մի բան են բերել, չէ, հարցրել եք Ալիևից, ինքը համաձայն է, խոսքի մտածում եք ինչ որ մեկը չուզի տենց այդ բանը ելնի, բայց չէ որ դա հələ պաթոսային թեմա է, դա կենացա, իրականություն չի, էլ ինչ եք մտածել, էլ ինչ եք դուք համաձայն, մնում է, հա, սաղ աշխարհը համաձայն է, մնացել է դուք համաձայն լինեք, ախ, իշեք իրականության դաշտ գալիս, բանը, մեկ էլ Ռուբեն Վարդանյանը նախ առաջինը ես բոլորի համար եմ ափսոսում եւ իմ համար պատիվ չի, որ ազգությամբ հայ պետքա բանտում լինի, բոլորին կուզենայի շուտապույտ վերադարձ եւ ովքեր որ մեր պետությանը վնաս են հասցրել կամ Արցախը ժամանակին թալանել են, որ թալանի արդյունքը եղել է Արցախի կորուստը, կան Հայաստանի դատարաններում դատվեն, բայց քանի որ ճակերտներում արդեն ասում կեցե արդարադատությունը Հայաստանում, չգիտես էլ ինչ անես, էլի ոնց արդեն չէ շուտվանից ու միշտ էլ տենց է եղել։ Հայաստանում արդարադատությունը կեցե է եղել ճակերտների մեջ։
Այսօր հանցագործը մարդասպանը կարող ազատվի։ Նիկոլի պետությունում, Նիկոլի կառավարման ժամանակաշրջանում, պետություն Նիկոլինի չի, ոչ էլ իմն է, բոլորինն է, բայց Նիկոլի կառավարման շրջանում այսօր արդարադատությունը նույն մահն է, նույն անկումն է, ինչ եղել է բոլոր ժամանակներում։ Ով կարող ասի, որ արդարադատությունը վերականգնել է երկրում։ Օրենքը գործում է։ Լավ, կոռուպցիան բանը հասկացանք, ինչ որտեղ հարվածները հասցրիք։ Կարելի ասած կոռուպցիա, լավ, չխորանանք, չեմ էլ ուզում այս պահին դրական բաներից էլ խոսալ, մի ուրիշ օր պետք կլինի դրանից էլ կխոսանք, թե ինչպես է ջարդվել։ Հա, կարճ ասեմ, լավ, կոռուպցիան իսկապես այդ համատարած կոռուպցիան ջարդվել է, բայց թե ասես վերացել է կոռուպցիան, չէ, բոլոր համակարգերը էլ կան, էլի ծպտյալ կոռուպցիաներներ, ովքեր որ շարունակում են իրենց գործը, բայց մեր թեման դրա մասին չի։ Հիմա տեսեք, Ռուբեն Վարդանյանը բանտից ինչ որ ուղեր ծահղել, 3 հատ ոնց որ գնան Սադղ Գուրուի մոտ կամ չգիտեմ, էլի գնան էլ ինչ պրոֆեսորներ, փիլիսոփաներ կան աշխարհում կամ էլ չկան, իրաց մոտ գնային, ասեն 3 խոսք ասեք, 3 ճշմարիտ խոսք ասեք, ինչ որ ասել են Ռուբեն Վարդանյանը 3 հատ բան ասել, փոխանցել իր որդուն։ Ուրեմն տեսեք, ես այն վերջինը չեմ էլ հիշում, առաջինն եմ հիշում, ասում է Արցախը եղել է, Արցախը կա ու կլինի։ Որտեղ վերջավորություն չի ասել։ Ոսկի ավելի լավ չէ արցախցիների մասին ասել, արցախցիները անպայման հետ են գալու իրաց ծննդավայրը, նույնիսկ չասի, որ Արցախի հանրապետություն, որովհետև ինքը գերի է, մի քիչ դժվար կլինի այդ բառը արտահայտելը, Արցախի անկախ հանրապետություն կամ Արցախը Հայաստանի մարդ, բայց ինքը պետք է ասի արցախցիների երազանքը, իրանց ծննդավայր վերադարձը իրականություն է լինելու։ Այսի կարելի է ծափահարած, բայց ասում է Արցախը կա, եղել է ու կլինի, որտեղ, ում կազմում, դա չի ասել։ Թե ասես իրան աչքերը փակել են մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19 պատերազմի օրը, ականջները փակել, աչքերը փակել օրինակ, տարել Բաքու, ինքը իրան հեռուստատեսությունից, ռադիոից կտրել են եւ տեղյակ չի ինչա կատարվել Արցախ ճակատագրի հետ։ Կասենք հայ այդ մարդը տեղյակ չի, կողքից կասենք, հələ սթափեցրեք այդ մարդին զարթնել, բայց ինքը նույն իմ նման փախուստի ճանապարհին ձերբակալվել է։ Ինքը զենքը ձեռին կռիվ չէր տալիս, ինչպես ես չէի կռիվ տալիս։ Զենքը ձեռից ես կռիվ չեմ տվել։ Այդ մեկօրյա պատերազմը որ եղավ, դադարեցվեց պատերազմը, դա ցույց տվին, որ տեսեք ժողովուրդ, մենք պայքարեցինք, բայց չկարողացանք։ Այնինչ այդ պատերազմը թույլ տալու չպետք է թույլ տային։ Չպետք է թույլ տային, այսինքն չպետք է թույլ տալը որն է։ Ես չեմ ասում մենք պետքա ուժ գործադրենք դիվանագիտական բան, չէ, պետքա գնայր զրույցի, էլի ինչ որ հիմա ես խնդրում գնաս զրույցի, հիմա քեզ առհամարած ունեն, դու քո հողից պետքա գնայր զրույցի։ Չես գնացել, հիմա եկել ես Հայաստան, ոնց որ մի անգամ ասել եմ, եկա Երևանի ջուրը խմել եք ձեզ դուխ ա տվել, ուժ ա տվել։ Հա, թե եկել եք Նիկոլի անվտանգության մեջ լավ եք զգում։ Նիկոլը ձեր անվտանգությունը ավելի շատ է ապահովում, քան թե իմ ու մնացած հասարակ արցախցիներից։ Ձեր բիզնեսները ստե շարունակվում է, ճիշտ է, պետական բյուջեից թալանած փողերը շատ ճիշտ եք թալանել, շատ ճիշտ ձևով եք թալանել, որ ոչ հետք եք թողել, ոչ բան։ Դրա համար դուք ազատության մեջ եք։ Հիմա այդքանից հետո, այսինքն դուք ուզում եք հասկանալ, որ ես ոչ մի անձնական խնդիր չունեմ Ռուբեն Վարդանյանի հետ, բայց իր միտքը ընդամենը ստե ժողովրդի հույզերի հետ խաղալ է։ Եվ ժողովուրդն ասում են, ըհը մեր մեծը ընդ է, մեր առաջնորդը, մեր ազգի մեծությունը, էլի ինքը որպես ազգի մեծություն կարա իր ոլորտում լինի, բայց ռազմական ոլորտում, երբ որ եկել է ինքը շեղել ժողովրդին եւ տարել անդունդը, պայքարել ենք, պայքարում ենք, պայքարելու ենք եւ այլն այս բառերով, բայց առանց գործողության հանգել ենք այս վիճակի, դուք իրան հարց ունեք տալու։ Արցախը ինչպես հանձնիկ, ինչպես ձեր ընկերներով, խորոված ուտելով, լավ իրար հետ տժալով, իրար հետ էին ֆռում։ Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը, ես իմ աչքով եմ տեսել, Ռոսիայից միասին նստել են, ավտո մոռացել եմ, թե չի մարկան էլ կասեմ, ցածր ավտո էր, ջիպ միպ չէր նույնիսկ, Քեմրի էր, ինչ էր, չեմ հիշում։ Վերջը նստել են իրանց համար, ընդ մարդուն ձերբակալած օրն եմ էտել տեսել, որ Վագիֆ, հա, Վագիֆ է այն մարդու անունը, որ բան արել, զալոժնիկ ա անգել թուրքերի ձեռը։ Այդ օրը դե
լավ ուրիշ բաներ չասեմ տեսածից, ճիշտ չի էլի հետևից խոսալ այն բաները, որը չես կարա հիմա ապացուցես, չեմ ուզում ասեմ ու դառնա զրո։ Չեմ էլ ասելու, որովհետև հաստատ իրանց այդ պահելաձևի մեջ ոչ մի ինչ պետության մասի մտածել, ինչ այդ գերու մասի մտածել, որ գերի անգել թուրքերին։ Արա չեն արել, ես ձեզ բան եմ ասում, չեն արել, ոչ թե չէին կարում, չէին էլ ուզում, չէին կարել պարզա, չէին կարում։ Հիմա երկրորդ տոճկան, երկրորդ կետը, Ռուբեն Վարդանին ինչ էր ասում, ասում է դուք հավատացեք ձեր ուժերին եւ Աստծուն։ Հիմա իմ մոտ կոնտր հարց է առաջանում, հակառակ հարց է առաջանում, բա դու ինչու հավատացիր ուրիշ մարդկանց, Պուտինի սուրհանդակներին, Հայաստանում ապրող, ինչու հավատացիր Պուտինի սուրհանդակներին, Բախի ինչի Աստծուն չհավատացիր, քեզ ով էր ուղեկցել Ղարաբաղ, անձնագիրը ճղել շպրտել ես բան, հետո Ռուսաստանը քո գլխին սարքել է, Ռուսաստանը քեզ ուղարկել է անդե, չգիտեմ ինչ որ թագավորություն է խոսք տվել, որ Արցախի մելիք է սլնելու, ինչ է սլնելու, հա, արխային ճղի բան, որ դու Ռուսաստանի քաղաքացի չես, որ քեզ աշխարհը ընդունի Ղարաբաղի քաղաքացի, որ այս մնացած process-ները ես չգիտեմ ինչա պայմանավորել, պատկերացումներ ունեմ ես։ Այս ինչ ասում, այս պատկերացնում եմ, որ տենց պետք է լիներ։ А վերջում Ռուսաստանը ասում է, он Путин, он не наш гражданин. Он отказался от гражданства Российской Федерации. Ասելա թե չէ։ Հիմա գնացել է ուրիշի խելքով, ուրիշի խորհուրդով, ուրիշի ասածով, այսօր Բաքվից մեծ խորհուրդ է տալիս, որ ապավինեք ձեր ուժերին, վստահեք ինքներդ ձեզ եւ Աստծուն։ Ոնց որ ասում է ռեկլամը է, որ ասում է վստահիր ուժերիդ, հավատաց արավիդ, շատ կներեք էլի լրջություն չկա ընդհանրապես դե։ Եմ մի բան էլ հիշեցնեմ։ Հա, ասեմ ու հիշեցնեմ, նույն Ռուբեն Վարդանյանի հետ կապված։ Ուրեմն այսօր բաները ակտիվիստները, էկոակտիվիստ, էկոլոգներ են, չէ՞ ինչ որ գալիս թե եկել են, տեղյակել չեմ թվի Բաքվից։ Սակայն այն նույն այն շուբա հակած կինն է, այն չախկինը, որ շուբան հակած Շուշիի ճանապարհը փակել էր եւ աղավնի բան էին բաց թողնում, սատկած աղավնի։ Կարող է այդ նույն մարդիկ են եկել։ Հիմա մենք էստե բորբոքվել են, մեր հայերը բորբոքվել, ասում է Նիկոլը ընդունում է այդ էկոակտիվիստներին բան, վերջը բողոքում են, բան են անում, դե սա եթե խաղաղություն են կնքում, sense բաներ լինելու է, մերոնք էլ են գնալու գալու են, կամաց ժողովուրդների մեջ լինելու է այդ բանը, շփումը, դա նորմալ երևույթ է, բայց գիտեք աննորմալը որն էր, որ Ռուբեն Վարդանյանին ես ասել եմ պարոն Վարդանյան, ես անձնապիրան եմ ասել, նես չէ որ նամակ եմ գել, սպասեմ պատասխանակա, դեմ դիմաց կանգնել եմ, ես ինքը իր ախրանիկը 3 մետր հեռու կանգնած լսել, չի լսել, թող ինքը հաստատի, չգիտեմ ով է, դեմքն էլ չեմ հիշում։ Ասել եմ պարոն Վարդանյան, ընդ էկոակտիվիստները փակել են, ճիշտ է, խաղ առանց զենքի, ասում եմ մեզ ուղարկի, ես ինքս առաջինն եմ գնալու, իմ հետ պետքա էկոլոգիայից հասկացող մարդիկ, այսինքն կեսաբաններ, էկոլոգներ, չգիտեմ, հասկացող մարդը, որ գա այն կեղծ էկոակտիվիստերին, այսինքն նեղդրության մեջ դնի։ Ու դա ոչ թե նեղդրության մեջ դնի, տենց էլի փոքր ռազմբորկա բան, մենք տեսանք ճիշտ դուրս եկանք, այլ սա ռուս հաղապահների բանով, իրանց ուղեկցությամբ եւ հայ լրագրողների, թող թուրք լրագրողներն են կանգնած են, հայ լրագրողներ թող նկարեն։ Թող նկարեն ցույց տա, որ սրանք կեղծ էկոակտիվիստներ են, որ սրանց պայքարը էկոլոգիան չի, այլ մեզ սովամա հանելն էր։ Ու ստացվեց իրանց ծրագիրը։ Ինչ ինքը չարեց իմ ասածը, իմ խնդրանքը, բայց եւ չի արել, ուրեմն ինքը ավելի լավ տարբերակ պետք է օգտագործել։ Ռադ ենք անում Գևորգի ծրագիրը, առաջ ենք տանում Ռուբեն Վարդանյանի ծրագիրը։ Ցույց տվեք Ռուբեն Վարդանյանի ծրագիրը, ինչ գաղափար է բերել, ինչ է արել, որ ինչ որ շփում ստեղծի, ինչ որ հարաբերություն հարթի, ինչ որ տեղ պալի տանի ամբողջ աշխարհին։ Էֆիրա մտել ասել, էֆիր կներեք, ինձանի շատ ինքը չի մտել։ Առավոտից իրիկուն էֆիր է անում։ Այսօր ես որ առողջությունն եմ քայքայված, հենց այդ էֆիրից է։ Ես առաջ չգիտեի, որ կարող է հանրային գործիչը, բլոգերը, որ սենց կամերի դեմը խոսում է, ինքն էլ առողջություն փչացնի, ինքն էլ էներգիա ծախսի, ինքն էլ հիվանդանա։ Բայց բարձում է որ ավելի ծանր ասա, ավելի ծանր է, քան թե դու քո բահը վերցնես, քո գերանդին վերցնես, գնաս քո այգում, քո գործ կատարես։ Երանի այդ գործին ես մնայի, երկիրս մնար, ծնդավայրս մնար։ Ես հավեսով գնայի բոստանում կփխրեցնեի, կփորեի, գերանդին վերցնած խոտը կհարեի, հունձը կանեի, ծառ կպատվաստեինք ես։ Այսինքն
Ես չեմ ընտրել այս ճանապարհը, դուք եք ընտրել ձեր պավիձենիայով, ձեր պահվածքով։ Դուք քաղաքական գործիչները, դուք ինձ իմ բնականon հանգիստ կյանքից հանել եք բերել այս հիվանդ կյանք։ Իսկ քաղաքականություն իսկականից հիվանդ է։ Եթե դու մերժում ես իրատեսական ինչ-որ գաղափար, դու պետք է բերես մեկ ուրիշ լավ գաղափար, չես բերել։ Ու այսօր Բաքվից, չգիտես, աֆորիզմներ են ասում, ստատուսներ են գրում, բան, ըստ էլա նույնը, էլի, այնա ստատուսներ են գրում, հայրենիք են փրկում։ Ես հոգնել եմ, լավ, չեմ ուզում շատ խորանամ, մեկ էլ այս հոգևորականների եւ քաղաքական գործիչների, այսինքն աշխարհիկ կյանքի եւ հոգևոր կյանքի մեջ կռիվը, ես ասեմ, ոչ մի կողմին չեմ պաշտպանում։ Ես առաջի օրերը ստատուս գրել էի ինքս, որ թող քաղաքական դաշտի մարդիկ էլ իրանց տեղում լինեն, հոգևոր մարդիկ էլ, այսինքն զբաղվեն իրանց գործով, քաղաքական գործիչ քաղաքականությամբ, հոգևոր իսկական իրանց գործով։ Բայց չենք տեսել դա, ինչու, նայեք, տեսեք ինչ եմ ասում։ Հոգևորականների մեջ արտահայտվող հոգևորականներ կան, էֆիր ունեն, թե գնում են լրատվականների ինտերվյու են տալիս, իրանց խոսքի մեջ բացարձակ երևում է կողմնապահություն, բացարձակ երևում է քաղաքական ուղղվածությունը, իրանց պատկերացումները այսօրվա իշխանության հանդեպ, այսինքն իրանք չեն թաքցնում, ունեն ատելություն բառ չպետք է ունենա հոգևորականը։ Նա պետք է որդիաբար մոտիկանա այսօրվա ղեկավարության գլխին կանգնած մարդուն, կապ չունի տարիքը, իրանց մենք հայր ենք ասում, հայր սուրբ ենք ասում, հայր սուրբը, Տեր հայրը պետք է որդիաբար մոտիկանա իր ժողովրդի առաջնորդին եւ դա խրատական, գոնե տոնայնությունը խրատական լինի։ Եթե նույնիսկ բովանդակությունը իր չի բռնում քաղաքական կոնտեքստի հետ, եթե ինքը չի կարողանում քաղաքականությանը ճիշտ պատկերացում կազմի, դիվանագիտական խորհուրդներ տա, գոնե իր տոնայնության մեջ չպետք է լինի սրում, չպետք է լինի ատելության խոսք, չպետք է ինքը այնպես վարվի, որ առանց հետ էլ ատելությամբ լցված ժողովրդի մեջ ավելի շատ խորացնի ատելությունը։ Հենց տերտերների, հոգևորականների գործառույթը դա է, որ ժողովրդին թուլացնեն ատելությունը, որ ժողովրդի մեջ սեր սերմանեն, որտեղ եք տեսել սերնդը։ Եվ ստե ես ասում եմ, նույնիսկ եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ երկրի ղեկավարը, Նիկոլը չլիներ, չասեք Նիկոլն է պաշտպանը, Ռոբերտ Քոչարյանը լիներ, Սերժ Սարգսյանը լիներ, Նիկոլն այսօր վաղը ով էլ լինի, շատ ճիշտ կանի, որ հոգևորականներին իրանց տեղը ցույց տա, ասի քո տեղը եկեղեցին է եւ հոգևոր կյանքն է։ Ես ողջունում եմ այս մասով, որ չպետք է թույլ տան, որ քաղաքական գործունեության մեջ խառնվեն այդ մարդիկ այլ երանք պետք է տան։ Ես չեմ ասում ընդհանրապես մեկ ուսանան, բայց հելելա, գնացելա օրինակ Տավուշից քայլերով եկելա բովանդակություն չունեցող, չգիտեմ, մտքեր արտահայտել հրապարակում։ Արա քո ոտքերը ափսոս է իրել, մեղք է իր, ոտերը բաներ, տաշել էր սաղ ներբանները բանը, ոտերի թաթերը հալեցրել, կարմրցրել, եկել, բայց բան չկար ասելու։ Հա հիմա մայկաս որ չղեմ, բայց բովանդակություն չլինի ասածից մեջ։ Ասենք Գևորգը հերոսա, մայկը են ճղել է, տեսեք հələ մի քիչ ջղայնացել է, բան երեսը բանը ճանկրթել է, հա։ Էդ է իմ զոհաբերությունը։ Եթե բովանդակություն չկա, եթե իմ խոսքի մեջ իմաստ չկա, ուզում ես մայկա ճղի, ուզում ես մազերը թարս սանրի, ուզում ես մազերը թյաչալցրու, հելի գոռա վազելով սենց դաշտերով, օգուտ չի, հիմա նրանք են հելել դա կոչվում է զոհաբերություն, հացադուլը զոհաբերություն է, գործադուլը զոհաբերություն է, այդ քայլերթը զոհաբերություն է, ճանապարհներ փակել ակցիայի ախրը, էլի ինչ որտեղ զոհաբերություն կարելի է ասել, գործից կտրվում ես, բան ես անում, գնում ես ոստիկաններն են քաշքշում քեզ։ Այս զոհաբերությունը որ անում ես հանուն ինչ որ մի բանի, եւ այդ զոհաբերությունը անելուց դու պետք է ասես թե ինչ ճանապարհ ունես, ասում եմ եկել եմ 8 րոպե ժամանակ եմ տալիս հրաժարական տուրը, տվել է հրաժարական, բարև ձեզ, եկել ես նստել, ասա տենեմ ինչ ես անելու, գնալ ես ասես ալելույա, ալելույա, հանուն հոր եւ որդու Ալիև, հետ կանգնիր քո այդ մռայլ պահվածքից, հետ կանգնի քո այդ սադրանքներից, պատեր ռազմատենչ հոգեբանությունից, ես քեզ սեր ու ջերմություն եմ բերել, ալելույա, ալելույա, Ալիևն էլ ասել է, վայ, ես մեղքերի մեջ թաղված էի, Բագրատ Սրբազան, ես ինչ լավ է եկար, ես էլ մտածում եմ մի հատ էլ հարձակվեի Հայաստանի վրա, վերջ հետ ենք տալիս Արցախը, ասենց, բայց որ ասում եմ, այդ մարդիկ հոգևոր իրանց կյանքով են ապրում, իրանց հոգևոր մտքերը
չպետք է բերես քաղաքական դաշտ։ Դրա համար եմ ասում, որտեղ ինքը իր պատկերացում ունի, բժիշկը իր պատկերացում ունի։ Քաղաքական գործիչը ուրիշ կատեգորիա է, ուրիշ մտածելակերպ է։ Մենք սրաշ չենք հավան, մի հատ էլ գործից լրիվ անտեղյակ մարդիկ եկել են ասում իշխանություն ենք վերցում։ Լավ էլի, իշխանությունը մշտական այսօրվա իշխանությունների ձեռն չի լինելու։ Իշխանությունը ժամանակավոր է լինելու, բայց բոլոր ժամանակների իշխանություններին պետքա բերես առաջարկություն։ Պետքա բերես այդ առաջարկությունները, բերես պահանջները, դիտողությունները տանելուց, քաղաքակիրթ, քաղաքավարի, ավելի քաղաքավարի կարտահայտվում, հետո այսօրվա իշխանությանն ասում են թուրքամետ, այսօր ասում են պարոն Ալիևը սենց է ասել, Իլհամ Ալիևը սենց է ասել, բայց մեր բանին վարչապետին անհարգալից տոնով են խոսում։ Ու դուք մտածեցիք ձեր պատիվը բարձրացավ։ Գիտեք, ես դժգոհություն չեմ, քան դժգոհությունն եմ այսօրվա իշխանության ժամանակաշրջանում կատարվածի։ Դուք գիտեք, ես ինչ հալածակների միջով եմ անցել։ Հենց այսօրվա իշխանության, ես որտեղ ակտիվություն չունեի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, որ ասում եմ իմ այգում աշխատում, իմ դաշտով, իմ գործով, իմ կյանքը ուրիշ ձևով էր անցնում։ Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանում 21-22 թվականներից ես մտնել եմ ակտիվ քաղաքականության մեջ, եւ իմ ակտիվությունը այո եղել է եւ անարդարություններ իմ հանդեպ։ Հետապնդում է եղել։ Եվ այլն, ես չեմ ուզում դնեմ ամեն ինչը պատմում այսօր։ Կգա ժամանակների միգուցե կարիք կլինի, առիթ կլինի կասեմ, բայց այն ինչ որ իմ հանդեպ կատարել են, դա ճիշտ չեմ համարում, լավ, առնվազն իմ հանդեպ ճիշտ չեմ համարում, որովհետև ես ոչ մի ուժի ներկայացուցիչ չեմ, ոչ մի հակում չունեմ, ինչ որ մեկի ձեռից վերցնեմ պաշտոն, ինչ որ մեկի ոտի տակը չեմ քանդել, իմը եղել է միշտ էլ արտահայտել մտքեր օրվա իրադարձությունների իրականության մասին, որովհետև ճիշտը դա եմ համարում, անցավ 3 տարի, այսօր Facebook, TikTok ցույց է տալիս, թե ինչ եմ ասել 3 տարի առաջ, որի մասին ես նույնիսկ մոռացել եմ արդեն, ու ես համադրում եմ իմ խոսքը այն ժամանակների հետ ու այսօրվա իրականության հետ, տեսնում եմ, որ ես ավելի իրատես էի, քան թե բազմաթիվ քաղաքական գործիչներ, որ կենաց էին ասում, որ ժողովրդին դուր գալու համար բաներ էին խոսում։ Այդ դուր գալու համար ես էլ կարամ ասեմ շատ բաներ, բայց ես նախընտրեցի արդարության, ճշմարտության ուղին։ Թեկուզ սխալներով, նես չի ես որ լրիվ ճշմարիտ եմ, ես էլ իմ սխալները ունեմ։ Եվ ուզում եմ ասեմ, այս պահվածքը միշտ է եղել, հոգևորականների մեջ միշտ էլ եղել են եւ ոնց որ հասարակ էլի աշխարհիկ ապրող մարդկանց մեջ եւ պիղծ են եղել, եւ շահամոլ են եղել, եւ որկրամոլ են եղել, եւ ապերախտ են եղել, եւ իշխանատենչ են եղել, ամեն տեսակ, իրանք էլ են մարդ, նես չի որ այդ 2 տարեկան երեխան կարող է էլի ասի դե իրանք ուրիշ են, 5 տարեկան երեխան, այ մեր համար մենք արդեն չափած մարդիկ ենք, մենք գիտենք որ իրանք էլ են մարդ, մեր նման, իրանք էլ են օրգանիզմ, հայթում եւ կարող է ցանկություններ հակում ունենան կնոջ նկատմամբ եւ գնան սխալ քայլերի, իրանք սխալ քայլեր են կատարում, չնայած աշխարհի կյանքում էլ է սխալ այդպես բաները, բայց դե մարդ ես, հիմա իրանք ցավը այնա որ բազմաթիվ սխալներ, Աստծո պատվիրանները չկատարելու այսօր եկած ուզում են ինչ որ ճշմարտություն են քարոզում, լավ էլի մի քիչ հələ դուք ճշմարտության եք, հետո մնացածներին ճշմարտություն կա, բայց որ այդքան տարի կռիվ եմ տալիս, խնդրում եմ, աղաչում եմ, ասում եմ հոգևոր սնունդը պակասում է ժողովրդի մեջ, հոգևոր սնունդ տվեք, դուք չտվեցիք, հիմա եկած քաղաքական սնունդ են տալիս, էդ էլ չի արդար։ Ու բոլոր ժամանակներում էլ, այո, մեր երկրի վարչապետ կլիներ, թագավոր կլիներ, նախագահ կլիներ, կայսր կլիներ, ով էլ եղել է, դրանց այդ պահելաձևով հոգևորականներին իրանց տեղը ցույց է տվել։ Մի քանի անգամ ես մեջ բերել եմ Դավիթ Բեկի արտահայտությունը, որ ասել է փոխանցե կաթողիկոսին, որ թող ձենը կտրի գնա տեղը նստի, ինքը իրավունք չունի Պետրոս առաջինին դիմավորելու։ Այսինքն սա Պետրոս առաջինը ռուսի ցառնա, ես հայի ցառնեմ, եթե մենք բանակցություն ունենանք, ես կգնամ իր այդ բանակցեմ, դու ով ես որ գնում ես, ասում ես ես կգնամ ոտերը կընկնեմ, բան ընդառաջեմ հանդիպեմ Պետրոս առաջինի հետ, որ գամ ես փրկի մեր հարցը լուծի, ասեք մի կողմ քաշի, որտեղ սա դիվանագիտություն է, ընդ դու ընկնում ես ոտերը, բայց նայ տերապկա չդառնաս, դու ոտերը ընկնելու էլ ձև կա, եթե գնում ես խնդրանքի, պետքա մի քիչ արժանապատվոր են խնդրես, ամեն խնդրանք չի որ արժանապատվությունը պարունակում մեջը։ Կամ թե բոլոր ժամանակները մա եղել ժողովուրդ, ես իմ կարդացած գրքերի մեջ միշտ էլ հանդիպել եմ, որ եկեղեցականների մեջ այդպիսի հետաքրքրություններ, գաղափարախոսություններ եղել է։ Իսկ ֆիզիկական մարմնի ձգտումը, աղջկա ձգտումը ժողովուրդ իրանց էլ է հասկանալի, ուղղակի
ինչ արել եք, անում եք, արա գոնե թաքուն արեք, ամբողջ աշխարհը չիմանա դրա մասին։ Կամ լավ կլինի, եթե կարում է ով երևի չգիտեմ, ամենալավ խոսքերը այն հոգևորական, ովքեր որ ամբողջությամբ կարողանում են ճիշտ ապրել, Աստծո պատվիրաններով, Աստծո խոսքով ապրել, սուրբ գրքով առաջնորդվեն, կեցեն իրանք, բայց ով էլ չի կարացել սխալագործել, արա հանրության առաջ մի ցույց տվեք այդքանը։ Այնպես արեք այդ գալաթը, որ արել եք, որ ոչ մեկ չիմանա։ Սաղ աշխարհը գիտի, սաղ աշխարհը խոսում է, ինքը լռում է, իբր որ լռել ենք, абսուրդ թեմա է, բայց абսուրդ է հելի ապացույցները ինչ որ երեխու անուն են տալիս, ինչ են ունի։ Շատ լավ է երեխա է ունի, բայց դու չես համընկնում, ուրեմն չես համապատասխանում այդ պաշտոնին։ Գնա ապրի քո երջանիկ կյանքով, քո ընտանիքով, թորներով զբաղվի, վատ բան չի դա։ Հետո sense որ խոսում ես, ասում են, բախի չես քաղաքական իշխանությանը կպտում։ Արա ոչ չեմ կպտում։ Ես ողջունեցի քաղաքական իշխանության այս ձև վերաբերմունքը։ Ես ասեցի, եթե դուք անելիք ունեիք, ասելիք ունեիք, ներքին կարգով անեիք, ոչ թե այնպես գնաք եկեղեցի բանը, օհանավանք են գնում եւ բերեմ իրանց համախոհներին։ Իրանց ոչ համախոհներն էլ գնում են հակառակորդներն են գնում են էջմիածին։ Բա սա կիսել չի ժողովրդին։ Դրա համար Գևորգը ոչ գնացել է օհանավանք, ոչ էլ գնացել է էջմիածին։ Իմանալով որ ընդ ովքեր են, ըստ ովքեր են։ Եկել է խոր վիրապ։ Այս բանին էլ խոր վիրապում եմ, լուսարատ գյուղում եմ, գնում եմ տուն։ Լավ մնացեք, ես աշխատելու եմ քիչ ընդհանրապես խառնում այս թեմաների մեջ, որովհետև չեմ ուզում բենզին դառնալ, կրակին լցվել։ Ուզում եմ, որ ամեն ինչը հանդարտվի, համերաշխ անցնի, բայց թող հաղթի արդարությունը։ Հաջողություն բոլորին։